Շնորհակալություն Սուրեն ջան, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս միացեք մեզ, այսօր պատրաստելու ենք շատ աշնանային, շատ համեղ, գունեղ եւ շատ վիտամիններով հարուստ մի բաղադրատոմս։ Ես այսօր պատրաստելու եմ դդմապուր, խնդրում եմ մնացեք մեզ հետ, որպեսզի ծանոթանաք մեր այսօրվա բաղադրատոմսին։ Եթե դուք էլ ունեք տարբերակներ, կարող եք կիսվել դրանցով ինձ հետ, միասին փորձենք հասկանալ, թե ինչպիսի տարբերակներ կան դդմապուրի։ Այսօր առաջարկում եմ այս տարբերակը, որը շատ աշնանային է, ուրեմն մեզ պետք է դրա համար դդում բնականաբար, գազար, մեզ պետք է մեղր, այսպես ասած լինելու է մեղրն է լինելու հենց այն գաղտնիքը, այն գեղեցիկ եւ հարուստ համը, որը օգտագործելու ենք այս բաղադրատոմսի մեջ։ Մենք օգտագործելու ենք նաեւ սերուցք, բայց դա ամենավերջում մատուցելիս եւ դդմի կորիզներ, ինչպես նաեւ որպես համեմունք համմեղագույն խոհանոցային թագուհի կարելի անվանել դարչին։ Ես ներկայացնեմ, որ այս պահին դդումը եւ գազարը արդեն մի փոքր խաշել եմ, որպեսզի ժամանակ շահեմ, բայց դեռ գործ ունենք անելու։ Մինչ այս ամենին կանցնենք, սկսենք պատրաստել սուրճ, մեկ գավաթ սուրճը մեզ կարթնացնի, հորդորում եմ, որ դուք էլ նույնը անեք, իհարկե նախաճաշից հետո եւ իհարկե մնաք մեզ հետ։ Հենց հիմա խոսքս փոխանցեմ Սուրենին, հետո միասին կշարունակենք, մնացեք մեզ հետ։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, սուրճը արդեն պատրաստ է, մենք հիմա թիմով կվայելենք, դուք էլ պատրաստեք այդ համեղ սուրճը եւ ծանոթացեք բաղադրատոմսին։ Ինչպես նշեցի, այսօր պատրաստում ենք դդմապուր։ Սիրելիներս, այստեղ ունեմ խաշված դդում եւ գազար։ Ասեմ, որ մինչ այդ պետք է այն յուղով կամ կարակով տապակել։ Ես սուրճը կվերցնեմ։ Շնորհակալ կլինեմ։ Ես սուրճի բույրի ետևից եմ եկել, Ադինա։ Խնդրեմ, անուշ լինի։ Ես հիմա ինչու եմ թողել ամանի մեջ, որպեսզի ձեզ համար տեսանելի լինի։ Սիրելիներս, այստեղ կես կիլոգրամ դդում է, համարյա 200-ից 300 գրամ գազար։ Իհարկե, ես գրամով հիմա ասում եմ, բայց ընդհանրապես աչքաչափով եմ պատրաստում եւ նշեմ, չնայած նրան, որ շատ հարուստ է վիտամիններով, շատ մատչելի բաղադրատոմս է, շատ։ Նույնիսկ կարող եմ ասել, գուցե ինձ չհավատաք, բայց այս ամբողջ մթերքների վրա ես ծախսել եմ 600 դրամ, բայց այս 600 դրամի մեջ այնքան վիտամին կա, որ միգուցե, չգիտեմ, ինչ ասեմ, կհավատաք թե ոչ, բայց իրականություն է։ Ես հիմա փորձեմ զգուշությամբ տեղափոխել այն կացայի մեջ, շարունակենք էլի եփել այս ամենը։ Այսինքն նորից պիտի եփ։ Մի փոքր էլ, այո, եփենք եւ այս բոլորը մենք պետք է դեռ հարիչով հարենք։ Ամենակարևորը մենք պետք է ստանանք կրեմ ապուր, պետք է թանձր լինի այն եւ իհարկե այնտեղ պետք է ավելացնենք մեղր։ Իսկ սերուցքը եւ դդմի կորիզները արդեն կավելացնենք մատուցելիս։ Այսինքն միասին չեն եփվում։ Միասին չեն եփվում, սակայն բաղադրատոմս կա, որտեղ հենց ուրեմն սերուցքը եփվում է հենց դդմի հետ, այո։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է, ես հեռուստադիտողին էլ հորդորում եմ, եթե կա որևիցե այլ տարբերակ դդմապուրի, կարող են մեզ հետ կիսվել, մեկ օր նաև կարող ենք նրանց առաջարկով պատրաստել դդմապուր, տեսնենք, թե ինչ կստացվի։ Ես գիտեմ, որ բավականին օգտակար է դդմի կորիզները, հում վիճակում, չբողված, այո։ Շատ։ Եվ նաև դդումը ինքը ունի այդ բոլոր օգտակար հատկությունները, շատ կարևոր է, հատկապես ասում են ներողություն եմ խնդրում, բայց ասում են ճճվակրության համար հատկապես երեխաների մեկ գավաթ կաթի մեջ լցնելով ուրեմն 7 հատիկ դդմի կորիզ նպաստում է ամբողջությամբ օրգանիզմի մաքրմանը, իհարկե ոչ միայն փոքրերին, կարելի է նաև մեծերն էլ հաճախակի դա օգտագործեն 7 օր շարունակ, այսինքն մեկ շաբաթ կտրվածքով շարունակ այս process-ը կրկնելով ամբողջությամբ եւ տոքսիներից են մաքրվում օրգանիզմը
օրգանիզմը եւ ավելորդ, այսինքն անհարմարություններից, այնպես որ կարելի է սա օգտագործել եւ ընդհանրապես շատ հարուստ է վիտամիններով եւ օգտակար։ Սա նկատի ունեցեք։ Հատկապես եթե նույն դդմիկ օրիզը խառնել ընկույզով մեղրի հետ եւ առավոտյան մեկ գթալ այն ճաշակելով հավատացնում եմ, որ շատ էներգիա կունենաք։ Ահա, անցանք առաջ։ Ինչ ենք անում։ Մեզ մոտ այստեղ եփվում է դդմիկը եւ գազարը, մենք կարող ենք կամած արդեն փորձել հարիչով հարել, նույնիսկ գազօջախի վրա այսպես տեղադրված, եւ հետո կամած Ամեն դեպքում մի քիչ հետ գնա։ Շատ ցիվիլ հարիչ է։ Շատ։ Լավ, մինչև դու հարես, ես արի հայտարարեմ կարճ դադար, հետո արդեն վերադառնանք ու կշարունակենք։ Դադար մեր եթերում։ Վերադարձանք տաղավար, խոհանոցում ենք, այնտեղ արդեն դդմիկը ամբողջությամբ հարվեց, հիմա ինչ ենք անում Ադրինե։ Հիմա կփորձենք մեղրը տաքացնել, մի փոքր այսպես հալեցնել եւ ավելացնել դդմամպուրի վրա, որը շատ կարեւոր հենց հիմնական բաղադրիչն է, այսպես ասած։ Ինչով օգնեմ քեզ։ Ոնց որ թե ամեն ինչ նորմալ է, արդեն կարող եմ մի քանի րոպեով դդմապուրը տեղափոխել կրակի վրայից, որպեսզի մեղրը հալեցնենք։ Հա, մինչ այդ ուրեմն լցնեմ մեղրը, կարող ես ինձ գտալ տրամադրել։ Բա ինչի համար իմ ես այստեղ եկել։ Ապրես, շնորհակալություն։ Եվ իմիջիալոց ես ուզում եմ նշել մի շատ կարևոր բան։ Դու խոսեցիր Անաստաս Միկոյանի այդ ձեռքբերումներից, ես ուզում եմ մի բան հավելել։ Երբ նրան ուրեմն գործողում են Միացյալ Նահանգներ, այնտեղ նա գնում է գործարաններ, հետաքրքրվում է, տեսնում է, թե ինչ հետաքրքրություններ կա եւ ինչ նորամուծություն կարող անել ուրեմն սովետական միությունում, տեսնում եմ, որ շատ տեղեր կան խանութներ, որտեղ մրգի հյութ են ուրեմն արտադրում, մրգի հյութեր են ստանում, նա հասկանում է ինչքան հետաքրքիր սա պրոցես է, ինչ ուրեմն հետաքրքիր կարող է եւ համեղ կարող է դառնալ, քանի որ Հայաստանում եւ ընդհանրապես Խորհրդային Միությունում նարինջ կամ չգիտեմ ցիտրուսային որևիցե միրգ չէր կարող բնականաբար աճել եւ լինել, նա որոշում է լոլիկից ստանալ հյութ։ Լոլիկի հյութը հենց նա է բերել, հորինել, այսպես ասած, լոլիկի հյութ հասկացողությունը հենց նա է ստեղծել, եկել է հասկացել է, որ այստեղ լոլիկն է առատ, ընդհանրապես եւ ինչու՞ չէ, նարնջի հյութի փոխարեն մենք կանենք լոլիկի հյութ։ Եվ սա շատ հետաքրքիր գեղեցիկ պատմություն է, եթե կարող ուրեմն պեղել եւ կարդալ շատ հետաքրքիր է, ուրեմն իմացեք, Անաստաս Միկոյանն է հորինել լոլիկի հյութը։ Եվ լոլիկի հյութը դարձել է բոլոր խնջույքների վերջում ամփոփ հյութը։ Ամենահամեղ եւ իմիջիայլոց բավականին լավ էսպես տրամադրությունը բարձր է, ինչ մի հատ բայց հայերեն ասում են պամիդորի հյութ բերեք, խմենք ուշքի գանք։ Ինչ ենք անում, հալացնում ենք մեղրը, ավելացնում ենք սերուցքը ամենավերջում, ավելացնելու ենք մեր դդմապուրի վրա, նորից հարիչով հարելու ենք, Ժորժան չմոռանաք մի կտոր կարագան պայման, այստեղ պետք է կամ տապակելիս դդումը եւ գազարը տապակելիս կարագով ենք տապակում, ահա արդեն սկսեց հալել մեր մեղրը եւ հալած վիճակում կավելացնենք այս խյուսի վրա, չգիտեմ, վերջում իհարկե պարզ կլինի, կտեսնեք թանձրությունը մեր ապուրի, այնպես որ դա էլ նկատի ունեցեք, կրեմ ապուրը, այսինքն դա խիտ խյուս է, բաղադրիչներով կազմված խիտ խյուս է։ Ահա, հալվեց նաև մեղրը, Ազինը բոլոր կրեմապուրները դդմիկով, հա, այս բաղադրատոմսով են պատրաստում, երբ որ մեկ չէ, շատ է։ Շատ բազմապիսի բաղադրատոմսեր կա, դրա համար ես նշեցի, եթե ցանկություն ունի հեռուստադիտողը կարող է կիսվել իր բաղադրատոմսով, կա տարբերակներ, այստեղ բազում բաղադրիչներ են ավելացնում, այսինքն բանջարեղեններ եւ սոխ են ավելացնում եւ հավելյալ ինչ որ կանաչ հեղեն են ավելացնում նախասիրության, բայց արի հեռուստադիտողը
հեռուստադիտողին զգուշացնենք, որ սա շատ վիտամիններով հարուստ է եւ այս աշնանշրջանի համար շատ կարեւոր, ինչու ոչ, այնպես որ խորհուրդ կտամ առիթից օգտվել եւ պատրաստել։ Չնայած այնպես չի, որ տան անդամները բոլորը սիրում են, որովհետեւ ինքը յուրահատուկ ուտեստ է, բայց գոնե մի հոգի կգտնի համեղ լինի, բոլորն էլ կուտեն։ Այս պայն կուրեն կարճ դադար էլի մեր եթերում, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք ծրագիրը։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող, հուսով եմ մեզ հետ եք, մենք այսօր արդեն պատրաստել ենք շատ համեղ դդմապուր, ես կրկնեմ բաղադրատոմսը, մեզ պետք էր դդում, գազար, կարակ, որը ամբողջությամբ տապակում ենք կարակի մեջ եւ իհարկե խյուսի վերածում, հարիչով լավ հարեցինք, խյուսի վերածեցինք, այնտեղ ավելացրեցինք մեղր, ամենակարևոր բաղադրիչն է այսօր մեր ուրեմն ուտեստի, ահա պատրաստ է այն, ես արդեն ուզում եմ լցնել ամանի մեջ, որպեսզի դուք տեսնեք ինչ տեսք ունի, այն բավականին թանձրացել է արդեն, բայց իհարկե նշեմ, որ էլի երկար եփվելու արդյունքում կդառնա ավելի խիտ զանգված, ինչը մեզ հենց այդպես էլ պետք է, անհրաժեշտ է, որպեսզի նա լինի շատ խիտ։ Այսպես լցնում ենք ամանիկի մեջ, գույնը հրաշալի է, չեմ կարող նկարագրել ինչքան գեղեցիկ է, մոտիկից գոնե։ Հուսով եմ էկրանից էլ տեսնում եք, որքան գեղեցիկ է այն, ահա, այսպես, վրան ավելացնում ենք մի փոքր սերուցք, հուսով եմ ես գեղեցիկ կավելացնեմ սերուցքը, այսպես, ըստ ճաշակի սակայն, եթե կան մարդիկ, ովքեր չեն սիրում սերուցքով նմանատիպ կերակուրներ, ապա մի ավելացրեք եւ դդմի կորիզը ձևավորման համար կավելացնենք եւ ուտելիս էլ շատ հետաքրքիր կլինի։ Չմոռանամ նշեմ, որ այստեղ պետք է ավելացնենք նաեւ դարչին, դարչինն էլ յուրահատկություն է փոխանցելու, այսպես, էլի ըստ ճաշակի, որովհետեւ մարդիկ կան միգուցե դարչին չեն սիրում։ Ահա։ Եվ պատրաստ է օրվա բաղադրատոմսը։ Այն շատ համեղ է, շատ վիտամիններով հարուստ, խորհուրդ եմ տալիս, անպայման պատրաստեք եւ վայելեք։ Ուրեմն ես խոսքս կփոխանցեմ Սուրենին, իսկ ամենավերջում կպատրաստեմ մի գեղեցիկ սեղան եւ միասին կվայելենք։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հասցրեցի այս ընթացքում պատրաստել նաև թեյ, շատ համեղ թեյ, որը առավոտյան մեզ անհրաժեշտ է, եւ իմիջիալոց նշեմ, որ այս ապուրը առավոտյան ճաշակելը հավատացնում եմ շատ տեղին կլինի, որովհետև կստանաք եւ վիտամինների պաշար եւ իհարկե էներգիա ու բարձր տրամադրություն։ Պատրաստեք այսպիսի համեղ եւ վիտամիններով կերակուրներ, վայելեք, իմիջիալոց նաեւ մատչելի, սա էլ նշեմ, ինչու ոչ, եւ իհարկե ձեզ լավոր եմ մաղթում, բարձր տրամադրություն եմ մաղթում եւ ասում եմ, որ ես ձեզ շատ եմ սիրում։